Եվրոխորհրդարանի Կոնրադ Ադենաուեր անունը գրող շենքից ես տեղափոխվում եմ Սպինելլիի շենքը։ Մենք այստեղ հենց նոր հերթական հանդիպումն ենք ավարտել։ Այս անգամ Եվրոխորհրդարանի աջակողմյա կուսակցությունների պատրիոտներ, հայրենասերներ խմբակցության հետ, որը գնալով ավելի ու ավելի մեծ ուժ է հավաքում Եվրոխորհրդարանում, հատկապես անցյալ տարվա ընտրություններից հետո, իրենց հետաքրքրում է Հայաստանը ոչ միայն որպես երկիր, որը կարող է միանալ, որպես եզակի փորձի տերը, մի երկիր եւ ազգ, որը պահպանել իր ինքնությունը դարերով ապրելով մահմեդական շրջապատում եւ այնուամենայնիվ մնալով քրիստոնյա, մնալով հավատարիմ ընտանեկան արժեքներին, իր հավատքին եւ ինքնությանը, եւ այստեղ իրենք ոչ միայն պատրաստ են մեզ օգնել, այլ նաեւ ուշադիր լսում են մեր փորձի մասին, օգնություն ակնկալելով մեզնից։ Եվրոպական կուսակցությունը Հայաստանից ապահովելու է այդ փորձը Եվրոպային։ Եվրոպական միությունը, Եվրոպական խորհրդարանը հսկայական ճանապարհ են անցել, մինչև որ դարձան ընդհանուր Եվրոպա, մինչև ստեղծեցին Եվրոպական խորհրդարան, Եվրոպական խորհուրդ եւ համատեղ կառավարություն, որպեսզի ոչ ոք չասի Եվրոպան ես եմ, կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ։ Իրենք շատ թանկ են վճարել այդ սխալների համար, երբ մեկ մարդու սխալի պատճառով, մեկ պետության թերության պատճառով սկսվում են պատերազմներ, ցեղասպանություններ, ինչու այստեղ ոչ ոք նման բան չի ասում, իրենք ասում են ընդհակառակը Եվրոպան մենք ենք Եվրոպա։